Այսօր ԱԳՆ-ի մոտ 24 դաշնակցականներ հացադուլ են սկսել, պահանջելով կազմակերպել հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթի լայն հասարակական քննարկում։ Պատասխանելով Ամեկ+-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ներկայիս իշխանությունների իր կարծիքով պարտվողական քաղաքականությունը, Հայդատի երևանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց. Մի քանի պատճառ կա, մեկը նաև ինչ որտեղ այն ներքին խարիսխի բագասը, որը ցանկացած իշխանության համար անհրաժեշտ է։ Իսկ Հոիդա բյուրո անդամ Վահան Հովհաննիսյանը բողոքեց, որ իր կուսակցության միջոցառումները քաղաքապետարանն արգելում է։ Մեզ արգելել են, բայց կոնգրեսին հնարավորություն են տվել 5 օր ինչ ուզում է անի։ Սա իմիջիայլոց շատ հստակ պատասխան է, թե ով է իրական ընդդիմությունը այս երկրում։ Վաղը նախատեսվում է մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ Զեկույցը ամենայն հավանականությամբ ստորագրելու են հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները։ Սպասվում է, որ դաշնակցությունը ստորագրելու է իր հատուկ կարծիքը կցելով։ Ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին, ապա ըստ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Ես չգիտեմ Արամ Կարապետյանի միգուցե այլ ես չգիտեմ, ուղղակի այս ընթացքին դուք եթե թողնեք հնարավորություն տաք ինձ նաև կապվել նրա հետ։ Միգուցե այլ ստորագրել չգիտեմ։ Ամեկ+-ի հետ հեռախոսազրույցում պարոն Կարապետյանը հայտնեց, որ չի պատրաստվում ստորագրել զեկույցը։ Մարտի 1-ի գործով դատապարտված եւ համանարիմամբ ազատ արձակված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր եկել էր խորհրդարան եւ ակտիվորեն մասնակցում էր ԱԺ աշխատանքներին, սակայն պարոն Հակոբյանի օրենսդիր գործունեությունը հավանաբար երկար չի տևելու, քանի որ սեպտեմբերի 10-ին նրա նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ ուղարկվել ԱԺ նախագահին։ Ըստ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ազգային ժողովի նախագահը պետք է նման դեպքերում կազմի արձանագրություն եւ ուղղարկի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դրանից հետո ԿԸՀ-ն դադարեցնում է պատգամավորի լիազորությունները։ Երեք Կոպենհագենից վերադարձած ԱԺ ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը իր ասուլիսում անդրադարձավ կուսակցության ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Սովորական վիճակ է, որը կարող է լինել ցանկացած կուսակցությունում, եւ մենք հաղթահարել ենք, արդեն իսկ կարելի է ասել հաղթահարել ենք։